Ձեզ ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է վեհապարին գահանկեց անելու շուրջ իշխանությունում քննարկումներ են եղել։ Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել։ Ժողովուրդը հայտնում է, Փաշինյանը պատրաստվում է կաթողիկոսի զավակ ունենալու հարցը բարձրաձայնել նաև ազգային ժողովի ամբիոնից։ Հրապարակը գրում է Շենգավիթի և Նոր-Նորքի թաղապետերը հրաժարական են տվել։ Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է։ Ժողովուրդը տեղեկացել է, որ քննարկման է դրվել կասկածելի, որից օգտվելու են հունգարական կամ այլ ավիաընկերություններ, տուժելու է Հայաստանի Հանրապետության պետբյուջեն։ Հրապարակը գրում է Մերրիում քաղաքացիական պայմանագրի տարածքային կառույցի ընտրություններ կլինեն։ Մոլի պայքարողը ներկայիս համայնքապետ Խաչիկ Անդրեասյանն է, Տուլի մականունով։ Ժողովուրդը տեղեկացել է, որ տեղի կունենա Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։ Հրապարակը գրում է, որ այսօր այժմ քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց բանակից փողով ազատվելու մասին։ Ժողովուրդը հայտնում է 5 տարի անց իրավապահները գտան ազգային ժողով կառավարություն ներխուժած անձանց, ցանկացել են կալանավորել, սակայն դատարանը մերժել է։